Լռությունը դանակի նման սիրտս ծակում էր ու թվում էր արյուն չի գա, հազիվ ազատվեցի։ Ինչի եմ այսքան վախենում, խեղդվում, համառորեն չի ասելուց հետո, մեզ խանգարելուց հետո ոնց կարող էր ամեն ինչ այսքան հարթ գնալ։ Ավակ, վերջապես խոսա։ Այս լռությունից ես ստեղ եմ քշվում են երեխաներ ընդեղ։ Չէ դու տեսա՞դ ոնց էր խաղում։ Չէ տեսա՞ր նրա ցինիկ պահվածքը։ Դե այդ շախունցներին բնորոշ պահված կա, հատուկ պահված կա։ Իսկ գիտես ինձ ամենաշատը ինչն է անհանգստացնում։ Իրանց խոստումին տեր կլինեն թե չէ, ինչա հետո լինելու։ Կանգնեց ասես տերեմ։ Վերահսկում եմ իրավիճակը։ Չէ, ուզում եմ հավատալ, բայց չի ստացվում։ Ամեն անգամ նույն պատմությունն է։ Խոստանում է, փափուկ բարձրացնում է գլխներից տակ ու գնում մոռան։ Երբ որ Հենրիին ու Անգելինային միասին տեսնում եմ, ես ուղղակի խելագարվում եմ, սարսափում եմ։ Այսօրվա քալը ինձ սարսափի մեջ դրեց։ Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից։ Ինչ ենք անելու, ինչ։ Հերս ինչ ճիշտ պահեց իրան։ Բան կարամ ասում, չեմ կարա։ Անգե մեր հեշտակիս։ Հեշտակս, ոնց ես։ Երջանիկ եմ, բայց մի քիչ կիսատ։ Այդ կիսատ լինելու զգացումը ես էլ ունեմ։ Երևի նրանից է, որ այդքան դեմ եղան, բայց հետո համաձայնվեցին։ Ես ու դու էլ շոկի մեջ ենք։ Ուղղակի շատ արագ եղավ այս ամեն ինչը։ Բայց դե եղավ, չէ, համաձայնվեցին։ Դե հա, բայց մի տեսակ կիսատություն կա ներսս։ Այդքան էլ լավ զգացողություններ չունեմ։ Լավ, վերջ։ Այդ ուրախությունից է։ Այդքան սպասել ենք այսօրվան։ Ճիշտ ես, երևի վախերն են։ Սիրում եմ քեզ։ Ես էլ քեզ եմ սիրում։ Նույն զգացողությունն է ես էլ ունեմ։ Մի բան ինչի, բայց չեմ ջոկում ինչ։ Չես ուզում քնես։ Դե ոնց տեսնում ես չէ։ Ես ուզում եի ասել, որ այսօր դու քո քայլով ինձ ուղղակի զարմացրիր։ Չէ լուրջ։ Հա, լուրջ։ Ես այսօր ինձ համար մի նոր Միքայել բացահայտեցի։ Անկեղծ։ Մենակ շասես սիրահարվել ես։ Իսկ եթե ասեմ։ Դե կտխրեմ, որ այսքան տարի հետո նոր ամուսնուդ բացահայտում ես։ Իսկ լավ չի, որ մարդիկ երկար տարիներ իրար հետ ապրում են, բայց պարզվում է դեռ բացահայտելու բաներ կան։ Դե լավ։ Փաստորեն տղես քեզ ավելի խելացի է դարձրել, հա։ Իսկ քեզ ավելի բարի։ Շնորհակալություն, դուք շատ մեծահոգի եք։ Հիմա ինչքան էլ ձեռ առնես մեկը իմ տրամադրությունը չես փչացնի։ Ես ուղղակի քեզ ուզում եի ասել, որ ուրախ եմ, որ դու իմ երեխեքի հայրն ես։ Հետաքրքիր է։ Այսքան տարի ամուսնացած ենք, բայց իմ մոտ ունեն զգացողությունը, որ նոր ես սկսել ինձ սիրել։
Բարև ձեզ։ Բարի գալուստ մեր խանութ։ Ինչով կարող եմ ձեզ օգնել։ Ճիշտ ասած, մի քանի գնում ունեմ կատարելու։ Բազմաղբյուրից եմ եկել հատուկ այստեղից գնումներ կատարելու համար։ Դե այնտեղ մի քիչ փոքր է տեսականին։ Ուրախ եմ, որ հավատալու եք մեզ։ Եկեք օգնեմ ձեզ ընտրենք մեր նոր տեսականից ապրանքներ։ Շատ լավ։ Որը խորտ կտակ սա տես։ Կարծում եմ սա։ Սա ավելի հուսով է, ավելի նորավոր է։ Ինչ լավ է երկուսդ էլ ստեղ եք։ Ամբողջ գիշեր չեմ քնել։ Ինչի։ Պապ, այս լռությունն ինձ անհանգստացնում է։ Ավելի լավ էր երեք ասեիր, որ չես ուզում, քան հիմա սենց լռեիր, որովհետև ես չեմ հասկանում ինչա կատարվում։ Ու կամաց այս լռությունը ինձ սկսում է ցավացնել։ Իսկապես։ Ասում ես ցավացնում է, հա։ Հա։ Ու բացի այդ էլ իմ մոտ կասկած է առաջանում, ինչի տենց շուտ համաձայնեցիք։ Ուզածը դա չէր։ Ավակ լավ եղած բանը եղել արդեն։ Պետք չի հիմա նորից քննարկել։ Վիկ, աղջկատ ուզածը համաձայնությունը ստանալն էր։ Ստացավ։ Որ ուզենայինք այսպես չէինք հանդիպի։ Իսկապես։ Ծանր չի, դու օգնեմ։ Չէ, շնորհակալ եմ։ Նորմալ է։ Քայլենք սուրճ խմենք։ Մեկ էլ կպատմես ինչու ասի ու աչուկներդ սենց տխուր։ Ուղղակի երկար չեմ կարող մնալ, որովհետև պիտի գյուղ հասնեմ։ Հենց մոտակա սրճանում է կարող ենք նստել։ Սրճենք։ Քայլենք։ Ուրեմն քայլենք։ Իդեպ իմ սիրած եղանակներից մեկն է։ Ես էլ եմ շատ սիրում անձրևոտ եղանակ։ Լասա տեսնեմ, ինչու ես տխուր։ Դե ուղղակի մտքերս մի քիչ խառն են։ Եղբոտ հետ է կապված։ Չէ։ Հարևաններիս։ Մարդ էլ հարևանների համար այսքան նեղվի։ Դե իրենք ուղղակի հարևան չեն։ Իրենք մեզ շատ մտերիմ են։ Մեր ծնողների մահից հետո իրենք մեզ ծնող են եղել։ Ու այս վերջերս իմացա, որ իրենց երեխան վարձնովի է։ Հա, հասկանում եմ քեզ։ Գիտես ինչով է ավելի լավ ուրիշ երկրում ապրելը։ Դու չես մտածում ուրիշի հոգսերի մասին։ Դու ապրում ես քո կյանքով ավելի շատ։ Դե ես դա չեմ կարող իմանալ, որովհետև դրսում չեմ եղել։ Բացի Երևանից ու բազմաղբյուրից ուրիշ տեղ չեմ եղել։ Ես քեզ խոստանում եմ, որ մենք անպայման միասին կճամփորդենք։ Գիտես, մարդկանց ամենամեծ թերությունը դա ուրիշի հոգսերով ապրելն է եւ իրենց սեփական կյանքը բաց թողելն է այդ ընթացքում։ Դե հա, ուղղակի դու դա չես հասկանա, դու ուրիշ կյանքով ես ապրել։ Իրենք ուրիշ չեն, իրենք իմն են։ Լավ, այդ դեպքում ում կլեռան։ Միքա ջան, ցուցահանդեսին օր չի մնացել։ Հա, բայց մենք ինչ ենք անում։ Բազմաղբյուր Երևան ճանապարհին կապրիկություն։ Խնամի ենք խաղում։ Ու մինչև երբ Աստված գիտի։ Ոչինչ պահը կգա, իր տեղը կգնի ամեն ինչ։ Ուզում եմ բոլորին հավաքեմ ճշմարտությունը պատմեմ ու բրծնեմ այս դարտից։ Տղա ջան, դա կլինի իսկական հեղափոխություն, ոչ թե իշխանափոխություն, այլ հեղափոխություն կլինի։ Դժվար է այս բեռով ապրելը։ Դժվար պիտի լիներ տարիներ առաջ ստի վրա ընտանիք ստեղծելը ու այդ երեխուն մորից զրկելը։ Բայց ավելի լավ է չբացահայտված ճշմարտությունը։ Կա սուտ, որը փրկությունը։ Ճշմարտությունը, որ բացահայտվեց, այդ ժամանակ ատելությունը կհաղթի։ Ու շախունցները այդ ժամանակ կկորեն միշտ։ Այսքան բան։ Դե արի այդ գիտակից ու ստապնոտայի վրա էլ որոշենք, թե ինչ ենք անելու։ Տղա ջան, օր չի մնացել, հյուրերը արդեն գալիս են։ Պետք է ցուցահանդեսը մի կերպ կայացնել, թե չէ։
Այս լավ պատճառ է, ճիշտ ժամանակին։ Այս ցուցահանդեսով Հենրիի հարցերն կլուծենք։ Հետ ոնց։ Երկրից դուրս հանելով գործնական առաջարկ։ Հենրին գործնական առաջարկ կստանա, կգնա դուրս աշխատի ու դրանով սաղ հարցերը կգցենք տեղը։ Այդ տղա, որ ուզում ես, ուղեղդ լավ աշխատում է։ Թե չէ ի՞նչ է, գնամ ջարդեմ, փշրեմ, տամ, սպանեմ։ Դե լավ, դե գնա գործերիդ։ Ես մնամ մի քիչ աշխատեմ։ Թե չէ սենց հա կխոսանք ու կխոսանք։ Պետքա գործել, ոչ թե խոսալ։ Աղվեսի խորամանկությամբ ու առյուծի ուժով։ Բտուղը ծառից հեռու չի գնում։ Եթե ուզում ես իմանալ, ավակ, այս դպրոցի վարվելը ի օգուտ մեզ էր։ Դուք ես լսում ես։ Էն էլ ոնց եմ լսում։ Ես նույնիսկ նոր դպրոցի զանգերի զրնգուն ձայնն եմ լսում։ Ավակ, այս մեր տարիների երազանքներ։ Չէ, ինձ թվում է ես մղձավանջի մեջ եմ։ Լսի, եթե դու անձնական խնդիրներ ունես, էդ ուրիշ։ Կարևորն է, որ մարդկային վնասներ չունենք։ Գրադարանն էլ կվերանորոգենք, չմտածես։ Երանի քեզ գյուղապետ ջան, այնքան հեշտ ու հանգիստ ես խոսում։ Բայն աշխատողս, Մանիկը, որին մեղադրում են, որ Բրիտան միացրած է թողել։ Նա իմ աշխատողն է։ Մենք այդ հարցը կլուծենք։ Կհավաքվենք բոլորս միասին ու կասենք, որ Մանիկը մեղավոր չի։ Դե տես, հին դպրոց, հին հոսանք։ Դեպքա պատահելա։ Դեռ մի բան էլ մենք ճիշտ դուրս կգանք։ Չէ, դու շատ հանգիստ ես։ Էդ ինձ զարմացնում է։ Այ տղա, բա ինչ անեմ։ Տամ ինձ սպանեմ։ Արդեն աշխատանքները սկսվել են։ Հիմքն էլ արդեն գցած է, բա ոնց հանգիստ չլինեմ։ Հա, մի բան էլ կա։ Հենրի կողմից պայման կա։ Ես կզարմանայի հանկարծ պայման չլիներ։ Ուզում է, որ դպրոցը պապու անունով կոչենք։ Ես ունեմ քեզի, ես ինչ եմ ասում։ Լսի, ավակ ջան, իմ կրթված, հարգելի գյուղացի ջան, դու մինչև այսօր չես հասկացել, որ ով որ փողը տալիս է, նա էլ կարգադրում է։ Ձեն չեմ անում, քանի որ երեխեքը մնացել են առանց դպրոցը, թե չէ ես սա հանդուրժողը չի։ Ես ոնց կարող եմ շախունցների դեմ դուրս գամ։ Ամեն ինչ անում եմ մեր գյուղի համար եմ անում։ Հենրի, կարամ իմանամ ինչի ես եկել առանց զգուշացնելու։ Չհասկացա։ Իմ սիրած մարդուն տենալու համար կարող եմ հատը պետք է զանգեմ, նոր գամ տեսնեմ։ Տնեցիքը տուրեմ։ Պապան դպրոցի հարցերով է, մաման էլ գործերով։ Լուրջ։ Լավ, պատրաստվի գնանք։ Ուր։ Ուր ուզենք։ Չես հասկանում, մենք արդեն ազատ ենք։ Ուր ուզենք կգնանք, ինչ ուզենք կանենք։ Զանգի աներոջս ես հետը կխոսեմ։ Վախենում եմ։ Լավ, դե ինչից ես վախենում, աներս կարգին մուժիկ է։ Պապ։ Ասա բալես։ Աներ ջան, պես է տա։ Դու ինչ գործ ունես աղջկաս կողքը։ Վայ, աներ հայրիկ, մոռացար, որ արդեն պաշտոնական հարաբերություններ են։ Եթե մենք տանը չենք, դու իրավունք չունես իմ տուն մտնես ու աղջկաս հետ մենակ մնաս։ Հոպես, ես կռվի հավես չունեմ։ Եկել եմ զգուշացնեմ, որ ես ու Անգելինան դուրս ենք գալիս։ Որ։ Այ այդ թող մնա գաղտնիք։ Ես իմ հրեշտակին տանում եմ։ Հարցնում եմ ուր։ Խելքն այդ ինչ փչեց անում եք շախունցներով։ Հիմա ինչ ենք արել։ Դպրոցի պատին մենակ պապուտ անուննա գրվելու թե ամբողջ ցեղի։ Հա, դե եթե դա կարանք մեծից փոքր բոլորի անունն էլ գրենք։ Բայց ես հիմա դրա համար չեմ զանգել, ուղղակի զանգել եմ զգուշացնեմ, որ ես ու Անգելինան դուրս ենք գալիս։ Չհասկացա, հիմա ասեց հա, թե չէ։
Դե, որ բան չասեց նշանակում է դեմ չի։ Բայց ես էլ չհասկացա, այդ ինչ անուններ էր ասում։ Այդ քո գործը չի։ Իմ ու աներոջս անձնական գործերն է։ Դու գնա պատրաստվի։ Սպասի իմ հայրությանն էլ մի հատ զանգ եմ զգուշացնեմ ու գնում ենք հեռու։ Հերի հիմա չես ասելու ուր ենք գնում։ Դե որ ասեմ անակնկալ չի լինի։ Հայրի մեծագույն Ասա, զանգել եմ զգուշացնեմ։ ես իրավիճակա փոխվել, արդեն զգուշացնում ես։ Հերս դե բա արդեն օրինավոր փեսա եմ։ Դե զգուշ փիսո չդառնաս։ Դու քո ասածին հավատացիր։ Քո նմաններն են դարձել։ Արագացրու ասա ինչ ես ուզում, ժամանակ չունեմ։ Եկել եմ բազմախբյուր։ Դե այդ նորություն չի, դու Հայաստանում ուրիշ հասցե չգիտես։ Բապ, Արագացրու ասա։ Անգելինայի հետ գնում ենք։ Եվ ուր։ Գիտես այդ հարցը տանել չեմ կարում։ Ուր, Հենրի։ Ցուրտ երկրներ։ Պարզա։ Դե հարցիկին կասես թող տակ հագնվի, որ չմրսի։ Դեռ սերունդ է շարունակելու։ Այս ուրիշ երես։ Քեզ մի քիչ հավաք կպայես, Հենրի, դիմացը կարևոր օրեր ունենք։ Ոնց ասես մեծություն։ Վերջ արևս։ Բոլոր հարցերը լուծված են, գնացինք։ Վայելեք, բան չմնաց։ Արդեն հասկացաք ինձ ինչ է պետք։ Հա իհարկե, տեսեք, մեր խանութսրահում յուրաքանչյուր մաշկին համապատասխան պրոդուկտ կարող եք գտնել։ Ես հիմա մեր տոները ներկայացնեմ, UJ է կոչվում, բազմաֆունկցիոնալ տոներ է։ Առաջին հերթին հենց ձեր ուզածը կլինի, այսինքն պիգմենտացիան կվերացնի, հետո չի թողնի, որ օրվա ընթացքում մաշկը յուղոտվի կամ թեփոտվի։ Շնորհակալ եմ, ինձ հենց սա պետք է, ես կվերցնեմ։ Շատ բարի, այդ դեպքում համեցեք կասը։ Շատ։ Վճարումը կանխիկ թե քարտով։ Քարտով, եթե կարելի է։ Շատ լավ։ Խնդրեմ։ Շնորհակալ եմ լավ սպասարկման համար, ստեսություն։ Հաջողություն, նորեն համեցեք։ Յոնա, թողնես ամբողջ օրը գնումներ կանում։ Սեմ, ես ինչ անակնկալ էր։ Գիտես ուր են տղետ ու իմ աղջիկը։ Չես հավատա, բայց ես էլ մեկ-մեկ աշխատում եմ ավակ ջան ու շատ ներողություն, հիմա դու ինձ զանգել աշխատանքից կտրում ես։ Իսկ ինչ անեմ։ Ոնց վարվեմ, երբ նրանք երկուսով գնացել են քաղաքից դուրս։ 1000 բան կարող է լինի։ Հանգստացի, խորը շունչ քաշի, մոտակայքում ջուր չկա, մի բաժակ ջուր խմի։ Հանկարծ սիրտը չփչանա, նորեն շարժի գցե։ Դու ինչ մարդ ես։ Ոնց կարող ես ինձ հանգստանալու կոչ անել, երբ քեզ ասում եմ, որ երեխաները միասին քաղաքից դուրս են գնացել։ Ես հանգիստ չեմ, հա։ Ես ուղղակի հավասարակշռված եմ, որ դու էլ քո վրա աշխատես, կստացվի։ Չէ, քո հանգստությունը ուրիշ բանով է պայմանավորված։ Եվ ինչով։ Ստեղ մի բան կա։ Կարողա դու ինձ խաբում ես։ Ոչ էլ քույր ու եղբայր են Անգելինան ու Հենրին։ Շատ են ասում, որ սրտի բաց վիրահատությունը ազդում է մարդկանց ուղեղի եւ օրգանիզմի վրա։ Դու հենց հիմա այդ փաստեցիր։
Դու այնքան լավն ես ու այնքան բարի, որ այս ամենը շարունակական է լինելու։ Գիտեմ, մեկ-մեկ կոպիտ եմ եղբորդ արասների հետ կապված, բայց դե դու ինչ կապ ունես։ Կներես ինձ։ Խնդիր չկա, Սեմ։ Ես ուզում եմ իմանաս, որ մեր ընտանիքում բոլորն են շատ բարի։ Իսկ այ Հենրին ամենաբարին է։ Պապի։ Էս ինչ անակնկալների օր է։ Էս ինչ ես եկել։ Ոնց ինչ եմ եկել։ Եկել եմ թորնուս տեսնեմ, իրավունք չունեմ։ Չէ, ոնց իրավունք չունես։ Ուղղակի խնդրում եմ էլի մյուս անգամ զգուշացրու, որովհետև շատ է լինում, տեղում չեմ լինում։ Թե վախենում ես կգամ ժամադրություններիդ ներկա կլինեմ։ Պապի, չես ասում։ Ես քեզ վստահում եմ, բայց աշխատավայրը աշխատավայր է, ժամադրավայրը ժամադրավայր է, հենց որ սի աշխատավայր է։ Արա ես քեզ կխեղդեմ, արա, դու չես ելնում մեր ճամպեքի կանգնել։ Դու չես ջոկում ում ճամպին ես կանգնել։ Ինչ գործում, արա ես քեզ ասում շոյ։ Որը չեմ թողը, արա ինչ ունես ասելու։ Բայց ես դեպքից ասայա։ Ես դեպքից շապրտեմ, ներկեմ։ Դե ինչ ես աչքերդ պլշե վերեսդ հետ։ Գիտես հրեշտակս, սերը պատերազմի պես մի բան է, եթե չպայքարես ու չհաղթահարես բոլոր դժվարությունները, սերը կպարտվի։ Ճիշտ ես, կպարտվի, որովհետև սերը այս ջրի նման իր մեջ լիքը առեղծվածներ ու չբացահայտված կետեր ունի։ Ու մեզ անընդհատ ուզում են խեղդեն, մեր սիրո հետ միասին։ Լավ դե, արի մոռանանք ու վայելենք այս պահը։ Վախենում եմ։ Վախը հավասար է պարտության։ Դու հանգիստ տեղի ու վստահ ինձ, ու հավատա, որ մեր սերը կհաղթի։ Վստահում եմ։ Ես երբեք չէի մտածում, որ կարող եմ մեկին այսքան սիրել։ Ես նման մեծ սիրո մասին միայն գրքերում եմ կարդացել։ Ես դեռ չգիտեմ մեզ ինչ դժվարություններ են սպասվում, բայց գիտեմ, որ երբեք չեմ հանձնվելու։ Վախենում եմ այսքան մեծ երջանկությունից։ Ես պատրաստ եմ աշխարհի հետ կռիվ տալ, բայց լինել քո կողքին։ Հավատում եմ, որ երբեք ձեռքս բաց չես թողնի։ Առանց քեզ իմ կյանքը չեմ պատկերացնի։ Ես իմ ու քո սիրո հեքիաթն եմ հորինել։ Իսկ հեքիաթը միշտ բարի ավարտ է ունենում։ Պապի, ինչի ինձ կանգնեցրիր։ Աղջիկ ջան, հետ էր մնացել պակաս, որ Հենդոր շախունցի թորնուին ինչ-որ լպրծուն լագոտի հետևից բազի։ Ես ոչ ոքի հետևից չեմ վազում։ Ես ընդամենը ուզում էի գնայի ներողություն խնդրեի Սեմից։ Վայ, բա ինչի համար։ Ձեր այս առնու, պապի։ Ոնց ինչի համար։ Ասենք դու իր հետ շատ կոպիտ խոսեցիր ու միանգամայն անտեղի։ Վայնա ջան, ով էր ես վախեցածը։ Լավ էլի, պապի։ Դե վախեցած որ չերներ լեղաբատար դուրս չեր վազի։ Նենց չխոսեցիր հետը, որ լեղաբատար դուրս չվազեր։ Հազար ներողություն էլի, բալես, մի հատ հարց։ Ասենց ունիկալ երևույթներին դու որտեղից ես պեղում։ Պապի հերիք է էլի։ Հասկացանք, որ մի անգամ սխալվել եմ, հիմա անդադար տերեսով, տակ։
Համեր շատ էլ լավ տղա է Սեման։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչով կարող եմ օգնել։ Խնդրում եմ, էլի ինձ կնճիրների դեմ պայքարելու միջոց կառաջարկեք։ Կնճիրների։ Ճիշտ էլ կանգնել ենք։ Տեսեք, այս տարբերակը կարող եմ առաջարկել, իհարկե շատ կան տարբերակներ, բայց սա ամենալավն է։ Եվ պայքարումը կնճիրների դեմ, եւ մաշկը սնուցումը։ Իդեպ եւ առավոտյան կարող եք օգտագործել եւ երեկոյան։ Ուզում եք մի հատ ինքներդ էլ նայեք։ Փաստորեն դա այն մարդն է, ում այսքան տարի փնտրել եմ։ Ոչ մի վայրկյան չեմ դադարել հավատալ, որ մի օր գտնելու եմ ու փաստացի գտա։ Ես նրան գտա ու իմ վրեժն իրականություն կդառնա։ Ինձ ոչ ոք չի կանգնեցնի պատժելու այն մարդուն, ում շնորհիվ ես առանց հայր եմ մեծացել, ով գողացել է իմ մանկությունն ու իմ մոր առողջությունը, ամեն ինչի համար պատասխան է տալու։ Բարի օր։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Արա։ Լիլիթիս տղան, Արամը։ Մորակույրը թա Աննան, սա էլ մորակրուչը տղան Հենրին։ Շատ հաճելի է։ Ինձ էլ է հաճելի։ Ինչ կա որքուր։ Հեչ բալես տան գործերով։ Դու ասա տեսնեմ երբ ես գալու։ Ուզում եմ իմանալ, որ ճաշը տաքացնեմ։ Չէ, մի անհանգստացի։ Ուզում եմ, որ ինձ օգնես։ Օգնեմ։ Ինչով օգնեմ բալես։ Ինձ Արամի հեռախոսի համարն է պետք։ Արամի։ Հա, որքուր։ Լիլիթի տղայի Արամի։ Ինչի՞ դա պետք Արամի տվյալները։ Մեծ ինչի է զարմանում։ Ուզում եմ երեխու հետ հանդիպեմ, թե քո համար նորմալ է, որ քրոջս տղային չեմ ճանաչում ու ինքն էլ ինձ չի ճանաչում։ Բանն նա որ Լավ, եթե չես ուզում մի դուր։ Ես ուրիշ տեղից կիմանամ։ Չեմ հասկանում քեզ։ Վիկ, ես թևաթափ եմ եղել։ Ավակ չի կարելի, պետքա չհանձնվենք։ Ախր ինչքան պայքարենք, ում դեմ պայքարենք, ոնց կանխենք մեզ սպասվող ողբերգությունը։ Չպետք է լսեինք Միքայելին, պետք է այն օրը բացահայտեինք ճշմարտությունը, ոչ թե իր հրահանգներով շարժվեինք։ Արդեն ես էլ եմ փոշմանում, որ թույլ տվեցի մեզ ներքաշել ես խաղի մեջ։ Խաղը սկսել է ու հանգիստ նստել։ Նենց հանգիստ էր խոսում ինձ հետ, ասես ոչինչ չի եղել։ Ես ասում եմ, մեր երեխեքը իրար հետ գնացել են քաղաքից դուրս։ Իսկ ասում եմ խաղաղվիր։ Շատ տարօրինակ մարդ է այդ Միքայել Շախունցը։ Իրա պահվածքն է տարօրինակ։ Ես նույնիսկ կասկածներ ունեմ եւ դրա մասին իրան ասացի։ Ինչ կասկածներ։ Կարող է ոչ էլ քույր ու եղբայր են։ Այդ Միքոն մեր գլխին մի խաղ խաղում է։ Չէ, ավակ։ Պատկերացրու, որ ես ուզում եմ այդպես լինի։ Եթե իրանք քույր ու եղբայր չեն, ինչի պետք է Միքայելը դեմ լինի իրանց միասին լինելուն։ Ես պատճառը չգիտեմ, բայց ընկել եմ կասկածների մեջ եւ ցանկանում եմ հետաքրքրվել։ Գնալ մինչև վերջ, շարժվել մեր կանոններով, ոչ թե Միքայելի։ Եթե չլիներ Անգելինային կորցնելու վախը,
ամեն ինչ կբացահայտեինք ու խաղաղ կապրեինք։ Բայց այլևս մեր կյանքը առաջվանը չէր լինի։ Ես դա գիտեմ, ավակ։ Մեր ընտանիքը շատ սիրուն կյանքով էր ապրում։ Ինչի սենց դասավորվեց։ Ինչի մեր երջանկությունը քանդվեց։ Ոչինչ հենց այնպես չի լինում։ Սա իր նպատակը ունի։ Ժամանակ հետո միգուցե Աստված տա այս հարցի պատասխանները։ Լսում եմ քույր իմ դավաճան։ Եվ ով է դավաճանությունից խոսում։ Քո եղբայրը, ով հենց հիմա իր համար սուրճ է պատրաստել, ուզում է խմի եւ դուրս գա տնից։ Ամեն ինչ այլ կերպ կլիներ, եթե դու մի փոքր հարգալից լինեիր ինձ հետ։ Դե կներես, ես չեմ կարող շախունցների չափ հարգալից լինել։ Ես չեմ զանգել, որ շախունցներին քննարկես։ Միայն թե չասես, որ զանգել ես որպեսությունս իմանաս։ Ուզում եմ զուշացնեմ, որ Աննան ուզում է հանդիպի Արամին։ Մորաքույրը ուզում է քրոջ տղային տեսնի։ Իսկ դու ինչ ցանկություն ունես։ Քո ցանկությունը որն է, ինչ ես ուզում ինձնից։ Ընդհանրապես ուզում եմ կանխես այդ հանդիպումը։ Իսկ ինչի ինչ խնդիր կա։ Թող հանդիպեն։ Դու գոնե գիտակցում ես պահի լրջությունը։ Դու պատկերացնում ես ինչ կարող է պարզվի այդ հանդիպան ժամանակ։ Գիտակցում եմ, բայց շատ զբաղված եմ։ Թող սուրճս խմեմ, հետո կխոսենք։ Չէ, դու անուղղելի ես։ Սեմ, ինչ շուտ եկար, բա դու հանդիպման չէիր։ Երանի գնացած չլինեի։ Ինչ ա եղել, Սեմ։ Մերի ինձ հանգիստ թող։ Սեմ, ոնց հանգիստ թողնեմ, երբ տեսնում եմ, որ վատ ես։ Կասես պատճառը։ Ես վերջապես գտա դրան։ Ես հանդիպեցի դրան։ Ես լսեցի դրա ձենը ու հիշեցի իրեն։ Ում մասին ես խոսում, Սեմ։ Երդվում եմ, ոչ մի բան չեմ հասկանում։ Մերի, ես գտել եմ հորս սպանողին։ Չի կարա տենց բան լինի։ Ես տեսել ու ճանաչել եմ իրան։ Ու գիտես ով անա։ Սեմ, ավելի լավ է դու հիմա պարկի, ես կզանգեմ բժշկին ու կասեմ, որ քեզ վատ է զգում։ Մերի, ես գիժ չեմ, ինձ մի գժի տեղ դիր։ Սեմ։ Լսի, իմ հորը սպանողը Ֆայնայի պապն է, Հենդո Շախունցը։